Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Թաթուլ Հակոբյանի հետ լրագրող Անի կենտրոնի հիմնադիրի։ Թաթուլ ջան, ողջույն։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ շատ ուրախ եմ, որ զրուցելու ենք։ Ես եմ շատ շնորհակալ, որ հրավիրել եք եւ առաջի անգամ եմ ձեր ստուդիայում իդեպ։ Ես մշտապես հետևում եմ ձեր գրառումներին, դառը սուրճով, թարմ ուղեղով։ Եվ շատ հետաքրքիր գրառումների եմ հանդիպում, իհարկե դուք հիմա դովեղում եք բնակվում, դա էլ շատ հետաքրքիր լուծում էր, ողջունում եմ ձեզ, մաքուր օդ, եւ ձեր աչքը այստեղ է Երևանում է մատերնել մեր զարկերակի վրա։ Նախընտրական Հայաստան, դեմ չեք։ Կարծես թե իմ հարցս այսպես է, համաձայն եք թե չէ, կարծես թե վախերի մրցում է, ով ավելի շատ կվախեցնի ընտրողին, որ չընտրեն հակառակորդին, սակայն երկու հակառակորդ, եթե որպեսի հասկանալի լինեն, բոլոր այդ վարչապետի թեկնածուները, նրանք ցեխ են շպրտում մեկը մյուսին, այս քաղաքական ուժը մյուսին, այդ ցեխ շպրտոցը մենք խոսքով ասում ենք, իսկ այդ բոլորին դեմեմը դա ցույց տվեց, ցեխ շպրտելը։ Հարցը դա չէ, հարցը այն է, որ իրենք իրենց ներկայացնելու փոխարեն նախ մի կողմից վախ են առաջացնում ընտրողի մոտ, որ եթե ինձ չընտրեք, այսենց բաներ կլինեն, մյուս կողմից մենք չենք տեսնում իրենք ինչով են լավը։ Սա առանձին հարց է, կհամաձայնեք թե չէ, մենք խոսենք ծրագրերով մրցում են թե չեն մրցում եւ ինչ տիպի է, քանի որ դուք եք շատ վաղուց աշխատում այս բնագավառում։ Դուք էլ մի շարք, մի քանի նախընտրական շրջան եք լուսաբանել եւ հետեւել։ Ինչով է տարբերվում։ Արդյոք այս անգամ ինչ որ հետաքրքիր մի նորություն կա այս ընտրություններին։ Բայց եկեք վախերի թեմայից սկսենք, եթե դեմ չեք։ Տեսնենք, այսպես վախ համար առաջին վախից, Փաշինյան, բոլորը գիտեն այդ ձևակերպման մասին, եթե ինձ չընտրեք կլինի պատերազմ, եթե սահմանադրական մեծամասնություն ես չունենամ, կլինի պատերազմ, այստեղ հարց։ Այն, որին նա ասում է պատերազմ չի լինի, արդեն մենք խաղաղության մեջ ենք, ուրեմն դա հեղեղուկ է այդ խաղաղությունը, մեկ հարց։ Երկրորդը, Թրամփի ուղու հետ կապված նա ասեց, ահա այս մեր պայմանավորվածությունները 90 տարով մեզ ապահովում են խաղաղություն, այդ նշանակում է 90 տարի ինքը պետք է վերընտրվի անընդհատ որ վախ չլինի։ Եկեք տեսնենք, թե որքանով է հեղեղուկ Հայաստան, Ադրբեջան, քանի որ պատերազմը Ադրբեջանից է չի ասվում, բայց ենթադրվում, որ նա դրանով է սպառնում կամ վախեցնում, որքանով է հեղեղուկ վիճակը եւ ինչու է Փաշինյանը այդ թուղթը օգտագործում, խաղա թուղթը օգտագործում, համեցեք։ Կարծում եմ Փաշինյանը այդ խաղաթուղթը օգտագործում է, որովհետեւ մենք սարսափելի պարտություն ենք կրել եւ 30 քանի տարի, այսպես ասեմ, տարածաշրջանում ամենահզոր բանակ ունեցող, Բաքվում թեյ խմող, Քուրարաքսյան միջագետ երազող հայերը օթերից իջել են գետին, տեսել են պարտությունն ինչ է եւ այդ պարտությունը չեն տեսել էլի ինչ որ հերու միտեղ կամ ինչ որ ֆիլմերում նրանք տեսել են որ իրենց տուն բերել են իրենց որդու մարմինը մահացած եթե դա չի եղել տեսել են իրենց հարևան շենքում իրենց հարևան գյուղում այսինքն այս պարտությունը այնքան խորն է այնքան ցավալի է եւ ես կարծում եմ որ հայոց ցեղասպանությունից հետո սա մեր կրած ամենաաղետալի, ամենասարսափելի պարտությունն է, ամենասարսափելի, որը կրկնում եմ բոլորի վրա ազդել է եւ այս իրավիճակը ցավոք իշխանությունները օգտագործում են սեփական ժողովրդի դեմ, ասելով որ այ եթե մեզ չընտրեք էլի պատերազմա լինելու մահ է լինելու էլի մահ է մահով են սպառնում այո էլի մահ է ես նույնիսկ մի անգամ գրել եմ որ սա սեփական ժողովրդին ահաբեկելու մի տարբերակ է եւ անընդունելի տարբերակ է եւ չի կարելի հատկապես այս վիճակում երբ որ այս ժողովուրդը այսպիսի արհավիրքի միջով է անցել եւ անցնում է եւ կարծեք թե կամած վերադառնում է կյանք օրինակ ինչպես բոլորը ես էլ մի քանի տարի չէի կարողանում կյանք վերադառնալ, չգիտեի ինչ անեմ, անիմաստ էր դարել ինչ որ բան անելը, հա, հիմա ես նորից վերադարձել եմ կյանք
Ես չեմ մոռացել աղետը, բայց ես վերադարձել եմ կյանք։ Ես հիմա ապրում եմ լիարժեք կյանքով, առավոտից մինչև երեկո աշխատելով։ Եվ նույն մնացած մարդիկ են վերադարձել կյանք։ Եվ ահա նրանց մոտ անդադար հիշեցնում է, որ գիտեք ինչ կա, եթե ինչ չընտրեք, այն նորից դա կարող է կրկնվել։ Սա ես կրկնում եմ, անընդունելի է, դատապարտելի է եւ հատկապես անընդունելի ու դատապարտելի է հայրենի իշխանությունների կողմից։ Ինչ վերաբերում է ինչքանով է հեղեղու խաղաղությունը, կա խաղաղություն եւ այդ խաղաղությունը շատ հարաբերական է եւ այդ խաղաղությունը ցավոք մենք կապել ենք Հայաստանի ներքին զարգացումների հետ։ Տեսեք, փաստացի մենք գիտենք, որ խաղաղության պայմանագիրը վերջնական կստորագրվի, եթե Հայաստանում անցկացվելիք հանրաքվեում Հայաստանի քաղաքացիները գնան եւ ուրեմն քվեարկեն նրա օգտին, որ անկախության հռչակագրին հղումը սահմանադրությունից հանվում է։ Այսինքն շատ վտանգավոր բան է արվել։ Այսինքն մեր ներքին քվեարկությունը կապել ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը վերջնական ստորագրելու հետ։ Ու սա արել է մի երկիր, որտեղ ընտրությունների ելքը միշտ անկանխատեսելի է։ Սա Ադրբեջանը չէ, որտեղ դու կարողանաս գնաս քո ուրեմն դիմացինին ասես հարց չկա, այս հարցը մենք կքննարկենք ու անց կկացնենք։ Հայաստանում այդպես չես կարող, նույնիսկ ամենավատ ժամանակներում Հայաստանի ընտրությունների ելքը երբեք կանխորոշված չի եղել։ Մենք իմացել ենք, որ ընտրակեղծիքներ են եղել, լինելու են եւ այլն, բայց ամեն դեպքում միշտ հույս է եղել, որ ընտրությունները չեն կեղծվելու։ Հիմա մենք ցավոք կապել ենք, այսինքն հանրաքվեի հարցը կապել ենք Ադրբեջանի խաղաղության հետ։ Հիմա եւ այստեղ երկու շատ վտանգավոր բան կա։ Հիմա եթե գնանք ու քվեարկենք դրա օգտին, հայաստանցիները, դե մենք եւ դուք ընդամենը մի քվե ունենք, հա, գնան եւ քվեարկեն դրա օգտին, ստացվում է, որ Ադրբեջանի պահանջով Հայաստանը փոխում է իր ներքին ընթացակարգերը, մայր օրենքում է փոփոխություն մտցնում։ Եթե չփոխենք, եթե գնացինք ու ասացինք ոչ ասեցինք, մերժեցինք դա, Ադրբեջանին ինչ է սա, Ադրբեջանի համար նոր պատերազմի ինչ ասեմ, առիթ, հնարավորություն, ասելու որ տեսեք, դուք շարունակում եք ներկայացնել տարածքային պահանջներ, հետևաբար մենք ձեր դեմ պատերազմ կսկսենք։ Հիմա ես չեմ ասում, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Սա մանիպուլյացիա չէ արդյոք։ Չէ։ Սա մանիպուլյացիա չէ։ Իսկապես կսկսի, այ հիմա դուք սկսեցիք պատասխանել այս հարցին։ Սա մանիպուլյացիա չէ։ Ադրբեջանը պատերազմ կսկսի այն դեպքում, երբ որ վստահ կլինի, որ այդ պատերազմում հաստատ կհաղթի։ Հաստատ կհաղթի, ինչպես վստահ էր 2020-ի պատերազմի ժամանակ։ Բայց նա բոլորի հետ պայմանավորվել էր, ճիշտ է։ Միացյալ Նահանգների հետ էր պայմանավորվել, Ռուսաստանի հետ էր բոլորի հետ էր պայմանավորվել։ Կարող է պատմությունը ցույց տա, որ ինչ որտեղ նաև Հայաստանի հետ է եղել, ինչ որ չեմ ասում հստակ, բայց լրելիային պայմանավորվածություն եւ այն հայտարարությունը, որ մեկօրյա պատերազմից առաջ 2023-ի Հայաստանը հայտարարեց, որ ինքը չի միջամտի, սա շատ խոսում փաստ է։ Ես չեմ ուզում գնահատական տամ դրան, ճիշտ էր, սխալ էր։ Չէ, վերադառնանք, այսօր դուք ասում եք այո, նա եւս կարող է սկսել, եթե հիմա իմ հարցն էր, նորից նա պետք է պայմանավորվի Միացյալ Նահանգների հետ եւ ստանա այոն, պայմանավորվի ում հետ պետք է պայմանավորվի Ալիևը, որպեսզի մի քանի բաների հետ պետք է պայմանավորվի մի քանի կողմերի հետ, որոնք այս տարածաշրջանում դերակատարությունն են, բայց սրա հետ մեկտեղ մի ուրիշ կարևոր բան եմ ուզում ասել, պատերազմի գինը, նոր պատերազմի գինը Ալիևի համար արդեն շատ թանկացել է։ Սա էլ պիտի մենք հաշվի առնենք։ Ինքը 1000 անգամ պիտի մտածի, ինչով է թանկացել։ Թանկացել է նրանով, որ Հայաստանը Եվրամիության հետ խորացրել է հարաբերություններ եւ փորձում է խորացնել։ Այստեղ տեղակայված են դիտորդներ, ճիշտ է, Ալիևը վերջերս շատ ցինիկ կերպով արտահայտվեց, ասելով, եթե մենք մի հատ կրակոց արձակեինք, նրանք թողնելու էին ու փախչեին։ Շատ վիրավորական էր այդ հայտարարությունը եւ կարծում եմ ավելի կոպիտ էր ասել եւ հարիր չէ որևէ պետության ղեկավարի, մանավանդ ավտորիտար ղեկավարի, որը խոսում է ժողովրդավար Եվրոպայի մասին, բայց դա թողնենք իրենց դաստիարակության, իրենց կրթությանը։ Պատերազմի գինը բարձրացել է, որովհետեւ այս տարածաշրջանում ներգրավված է նաև Միացյալ Նահանգները կոնկրետ թրիփի ուղի այս ծրագրի շրջանակներում։ Եվ ի վերջո, եթե նախկինում Ադրբեջանը ինչ որտեղ արդարացում ուներ, որ ինքը ազատագրում է իր խոսքերով գրավյալ շրջանները, լղիմը, որը միջազգային հանրությունը իրենն է որակել, այս դեպքում
համաձայնեք, որ մեծ է տարբերությունը, ասենք ոնց կարող ենք մենք նույն հարթության մեջ դիտել օրինակը տամ, ես միշտ այդ այով սկսող անուններն եմ տալիս, Աղդամը, Ասկերանը եւ Աբովյանը։ Աղդամը լղի միտկազմից դուրս էր, այնտեղ հայեր չէին ապրում եւ ադրբեջանիններ, չէ։ Ասկերանը միջազգայնորեն ադրբեջանիններ, որովհետեւ լղիմը Ադրբեջանի կազմում էր եւ մեր Ղարաբաղի անկախությունը երբեք ոչ մեկ չճանաչեց, ճիշտ է, բանակցությունների վերջնարդյունքը բաց էր թողնված։ Եվ Աբովյանը վիճարկելի չէ, Հայաստանի Հանրապետությանն է։ Հետևաբար Ադրբեջանի համար նոր պատերազմի գինը բարձրացել է։ Եվ ինքը պետք է շատ երկար մտածի, եւ ես նաեւ հուսով եմ եւ կարծում եմ, որ նաեւ Հայաստանն է որոշակիորեն կարողացել ռազմական բալանսը վերականգնել։ Սա էլ շատ կարևոր է եւ սա էլ եկեք բան չանենք։ Ի վերջո, ինչքան էլ որ ես միշտ հեռու եմ այն մտքից, որ մենք պետք է երրորդ երկրների վրա հույս դնենք։ Եվ միշտ զարմացել եմ, որ հայերը, ասենք Ռուսաստանին համարել են դավաճան, ասել են մեզ դավաճանել է, կամ Ֆրանսիային են 21 թվականին, երբ որ Կիլիկյան թողեց, համարել են դավաճան։ 20 թվականին ամերիկացիներին ու բրիտանացիներին, որ մեզ չօգնեցին 1920 թվականներին։ Այսինքն ես միշտ համարում եմ, որ օտարը մեզ չի դավաճանում, մենք ենք կարող ենք մեզ դավաճանել։ Օտարը իր շահը ունի։ Եվ այդ մենք ենք, որ սխալ հաշվարկ ենք կատարել, մենք մեր ուղեղի մեջ մտածել ենք, որ դե ինչ-որ մեկը գա մեզ կօգնի։ Այսինքն դուք ինչի ես հույսը դրել ուրիշի վրա։ վրա։ Հա, ես դա եմ ասում։ Սրա հետ մեկտեղ, բայց երկկողմ եւ բազմակողմ դիվանագիտություն չափազանց կարեւոր է։ Եվ երբ որ մենք խոսում ենք պատերազմի զսպման մասին, դրա կոմպոնենտներից մեկը բանակն է իհարկե, ուրեմն առողջ հասարակությունն է, ուժեղ տնտեսություն ունենալն է, երկկողմ եւ բազմակողմ եւ միջազգային դիվանագիտությունն է։ Ահա այս ամենի հանրագումարն է, որ մենք կարող ենք անվանել անվտանգության երաշխիքներ, թե չէ դնել հույսը մի պետության վրա, ու այդ պետության շահերը այս պահին համընկնում են, այն մյուս պահին չեն համընկնում, ու ինքը թողնում գնում է, ու սկսում ես ծնկների տալ, վայ ինչու էսպես եղավ։ Լավ, քանի անգամ կարող է այսպես լինել, որ մենք որպես պետություն, որպես հանրություն հասկանանք, որ չի կարելի, ես միշտ հետևյալն եմ ասում, որ դա շատերին դուրը չի գալիս, բայց իմ եւ ձեր մասնագիտությունը հանրությանը դուր գալու մասին չէ։ Մեր մասնագիտությունը հնարավորինս ճշմարտություններ կամ ինչ-որ վերլուծություններ, որոնք հիմնված են փաստերի վրա, հանրությանը ներկայացնելն է, եւ դու որպես պետություն պետք է քո չափը ճանաչես եւ ըստ դրա քայլեր ձեռնարկես եւ արկածախնդրություն է երազանքը դնել արտաքին քաղաքականության հիմքում, որտեղ հենց որ դու երազանքը դնում ես արտաքին քաղաքականության հիմքում, մի օր հաստատ քո դուրն է գալիս պատերազմը, ինչպես եւ եկավ։ Հիմա նորից վերադառնանք եւ փորձենք հասկանալ արդյոք այս նախընտրական շրջանում հոգեբանական ազդեցություն չեն ներգործում ընտրողի վրա։ Այո, դա ռոպագանդա է, բոլորն էլ դրանով են զբաղվում, բայց արդյոք դա, այսպես ասած, արգելված միջոցների չեն դիմում։ Այ մենք բերեցինք, որ Փաշինյանը ասում է, որ եթե ես չլինեմ կլինի պատերազմ։ Դրանից հետո պետք է ենթադրել, որ պատերազմը դա մահ է, պատերազմը դա պարտություն է։ Ինչու ոչ հակառակը պատերազմը, դա պետք է, ասենք, չեն վախեցնում պատերազմով։ Նույն Իրանը իր ժողովրդին պատրաստում է այդ պատերազմին։ Նրանք ամեն օր պատրաստ են պատերազմի։ Ճիշտ է։ Ինչու եթե պատերազմ, ապա մահ, ապա ուրեմն պարտություն այդ մի կողմից եւ երկրորդը Ադրբեջանը կարծես թե եւ նորից Փաշինյանի խոսույթի մեջ արդյոք չկա այդ ենթատեքստը, որ եթե չես ընտրում Փաշինյանին, ապա չես ընտրում խաղաղությունը, ապա ռևանշիստ ես։ Իհարկե դա կա։ Հիմա այս մանիպուլյացիան է կատարվում, այս վախը, եթե ռևանշիստ ես, դե ուրեմն Ադրբեջանը ուրիշ ելք չունի, նա պետք է հարձակվի քո վրա։ Նայեք, ես գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ եւ Ադրբեջանը եւ Թուրքիան ուզում են, ցանկություն ունեն, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, որովհետեւ նրանք ստացել են այն ինչ որ ուզում են, եւ այդ այն ինչ որ իրենք ստացել են, ինչ որ ուզում են, իրենց պետք է որպեսզի խաղաղ պայմաններում փաստաթղթավորվի։
այսինքն դե ֆակտո պարտությունը մեր վերածվի նաև դե յուրե պարտության եւ այս հարցում Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում ինչ որ ոչ միայն շրջադարձ կատարել, ինչ որ շեղումներ էլ չի պատրաստվում անելու, հա մեծ հաշվով եթե մենք նայում ենք ընդդիմադիր ուժերն էլ շեղումներ չեն անում ինչ որ եթեներ են ասում մենք կգանք ուժեղ խաղաղություն կբերենք կամ չգիտեմ արժանապատիվ մի երաշխավոր բայց մեծ հաշվով իրենք էլ չեն այսպես անգլերենով ասած U-turn անում այսինքն շրջադարձ չեն անում մի քիչ կարող այսպես գնան բայց նույն այդ գծի վրա են եւ Ադրբեջանը եւ Թուրքիան մեծ ցանկություն ունեն որպեսզի Հայաստանում Փաշինյանը նորից վերընտրվի, որպեսզի այս ամբողջ գործընթացը հասնի իր ավարտին։ Բայց այս ընտրություններով եւ Փաշինյանի հնարավոր հերթական երրորդ անգամ ընտրությամբ գործընթացը չի ավարտվելու։ Դրանից հետո մենք մի հատ էլ պետք է հանրաքվե անենք, ինչպես ասացի։ Այդ հանրաքվեով պետք է այնպիսի արդյունք ունենանք, որ բավարարենք Ադրբեջանին։ Այդ նոր այդ ժամանակ հնարավոր է որ իրոք խաղաղությունը գա, բայց կրկնում եմ, այդ ժամանակ էլ չեմ բացառում, որ Ադրբեջանը էլի կարող է նոր նախապայմաններ բերի։ Եթե զգա, որ ինչ որ բան էլի կարող է փոխել։ Հիմա ինչպես Հայաստանի ընտրողը կատարի իր ընտրությունը, եթե ստացվում է երկու քարի արանք է, հայտնվել է երկու քարի արանքում, մի քարի արանքում դուք ասում եք, եթե Փաշինյանն է, ապա հանրաքվե է, ապա փոփոխություն է սահմանադրության մեջ, ապա Ադրբեջանի կողմից վաղ թվարկված եւ էլ ավելացված բաներ են գալու, դու ստիպված ես լինելու դրանց ասես այո, մյուս կողմից այդ իմաստով ձևակերպումը, եթե Փաշինյանը չէ, ապա դա դիտարկվում է ոչ Հայաստանը ասում է ոչ խաղաղությանը եւ Հայաստանը ռևանշիստ է։ Հիմա ինչպես մենք դուրս գանք այդ ծուղակից, որի մեջ մեզ գցել են այդ ամբողջ այդ պրոպագանդիստական զրույցները, հայտարարությունները, ինչպես դուրս գալ, ինչպես ճեղքել եւ չհայտնվել։ Նայեք, ես այդքան էլ վստահ չեմ, որ Հայաստանի քաղաքացիները կողմ չեն պարտադրված այս խաղաղությանը։ Ես չեմ մտածում, որ Հայաստանի բնակչության 50+1-ը կողմ չէ այս խաղաղությանը, ավելին ես գրեթե վստահ եմ, ուրիշ բան կարող է դուք իրեն միկրոֆոն մոտեցնեք ինքը ուրիշ բան ասի, բայց իր տանը, իր ընտանիքի հետ զրույցում, խոհանոցում զրույցում, հայաստանցիների իմ կարծիքով 50+1%-ը Փաշինյանին ձայն են տալու։ Չգիտեմ Փաշինյանին ձայն տալու են թե չեն տալու։ Դե այո են ասում։ Հա, բայց իրենք վստահ են, որ նույնիսկ այս պայմաններով, բայց պետք է խաղաղություն։ Հետևաբար ես չեմ կարծում, որ այդքան էլ երկու քարի արանքում չէ։ Այդքան էլ երկու քարի արանք չէ, եւ ավելին ասեմ, եթե Փաշինյանն ու իր թիմակիցները գյուղար-գյուր քաղաքական եկած չլինեին ու հարցումներով պարզած չլինեին, որ իրոք հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը այս բային խաղաղություն է ուզում, իրենք խաղաղության օրակարգը չէին բերի, չէին բերի որպես օրակարգի թիվ 1 թեմա եւ իրենց լոզունգը տեսար, չէ՞։ Այո, բայց ինչու ենք նույնականացնում, ինչու ենք մենք գնացել եւ նույնականացնում խաղաղությունը հավասար է Փաշինյան։ Արդյոք այդ 19-ի մեջ 18-ից որևիցե մեկը խաղաղության մասին չի խոսում։ Եթե խաղաղություն, ապա Փաշինյան։ Այ, ընդհանրապես դա չի ծուղակը, որի մասին ես խոսում եմ։ Դա մեծ հաշվով դա ծուղակ է, բայց մյուս կողմից ազատ եւ արդար ընտրությունները ամեն դեպքում մեր բոլոր հարցերի պատասխանները պիտի տալ։ Հաճախ ես ասում եմ, նայեք, ընտրությունները, ժողովրդավարությունը ինչու է ինձ համար հոգեհարազատ եւ ընտրական ժողովրդավարությունը ինչի համար հոգեհարազատ, որովհետեւ դու գիտես խաղի կանոնները գիտես, գնում ես կուսակցություն ունես, մասնակցում ես, բայց վերջնարդյունքը չգիտես։ Եվ դու ընդունում ես յուրաքանչյուր վերջնարդյունք։ Այս դրա համար ես կողմնակից եմ ընտրական ժողովրդավարությանը։ Երբ որ ընտրությունների քվեների արդյունքով է որոշվում, եւ այս քվեների արդյունքով էլ կորոշվի արդյոք հայաստանցիները ուզում են Փաշինյանի ասած խաղաղությանը, թե չեն ուզում։ Հիմա մենք կարող ենք շատ պիտակումներ տալ։ Օրինակ ես դրան օգտագործում եմ պարտադրված խաղաղություն տերմինը,
բայց դրանից իրերի դրությունը չի փոխվում։ Խաղաղությունը մնում է Խաղաղությունը մնում է խաղաղություն եւ ընդհանրապես աշխարհում երևի չկա մի ժողովուրդ, որը չուզենա խաղաղություն, բայց ուրիշ ձևով պետք է հարցը դնել։ Միշտ եւ այդ հարցը ես միշտ դրել եմ նաև հաղթած ժամանակ եւ հիշում եմ շատ լավ 2014-ին մի ադրբեջանցու հետ Թբիլիսիում քննարկման ժամանակ այսպիսի բանավեճ էր գնում ով է խաղաղություն ուզում, ով չի ուզում, հայ-ադրբեջանական այսպես ես էի նստած մի բրիտանացի վարողներ եւ մի ադրբեջանցի բավականին հայտնի եւ ես այդ օրինակը բերեցի, հետո այդ ադրբեջանցին վերջում ինձ մոտեցավ, ասեց լսի, ասեց շատ սիրուն ձևակերպում է, այդ օրինակը քո թույլտվությամբ ես եմ Ադրբեջանում օգտագործելու։ Ինչ ձևակերպում եմ ես տվել, ասել եմ, որ բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց չենք ուզում այդ խաղաղության համար վճարել։ Այդ խաղաղության համար մենք վճարելու շանս ունեինք 94 թվականից 94 թվականի մայիսի 12-ից, երբ որ հաստատվեց անժամկետ զինադադար, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ որ Ադրբեջանը սկսեց հարձակումը։ Այ մենք ժլատ եղանք, մենք ճիշտ չհաշվարկեցինք եւ չվճարեցինք այդ խաղաղության համար։ Խաղաղության համար պետք է վճարես, բայց վճարելը տարբեր հանգամանքներում տարբեր է լինում։ Եվ ինձ միշտ ապշեցնում է, որ այսօր շատ քաղաքական նախկին գործիչներ, դիվանագետներ, օրինակ խոսում են, ասենք, չգիտեմ, Շուշիի դեօկուպացիայի մասին։ Նույնիսկ անգամ խոսում են Ղարաբաղ վերադարձի մասին, որտեղ իրավիճակ է փոխվել։ Դու չես կարող 2019 թվականի ստատուս քվոյով այսօր ինչ-որ լուծում առաջարկել։ Դու պետքա լուծում առաջարկես այսօրվա ստատուս քվոյով։ Նրանք անկեղծ են ձեզ թվում է, թե դա էլ է մանիպուլյացիա։ Դա էլ է մանիպուլյացիա, բայց այդ մանիպուլյացիան չի աշխատում։ Դա կներեք շատ ներողություն։ Իրենք անկեղծ համարում են, որ այսօր Չէ, ես կարծում եմ, որ նայեք, եթե իրենք որտեղ արցախցիներից շատերը այս մանավանդ գաղտնալսումներով, որ մենք լսում ենք, մենք տեսնում ենք, որ նրանք իսկապես կարծում են, որ այդպես հնարավոր է, դա ճանապարհ է դեպի տուն։ Դա նշանակում է, որ մենք արցախցիներին, մեր հայրենակիցներին ճիշտ չենք բացատրել, թե ինչ է նշանակում վերադարձ Արցախ։ Իսկ գուցե խափում ենք։ Այդ մանիպուլյացիա բառն է օգտագործում։ Պետք է մենք իրենց ասենք, որ այո, հնարավոր է վերադարձ, եթե դու գնաս, ընդունես Ադրբեջանի քաղաքացիություն, ընդունես Ադրբեջանի անձնագիր, քո անձնագրի մեջ ադրբեջաներով գրված է լինելու եւ դու վերադառնալու ես 1000 ներողություն Խանքենդիում ապրելու։ Որտեղ Ստեփանակերտը այսօրվա պայմանը դա է, այսօրվա վերադարձի հնարավորությունը դա է։ Ավելին ասեմ, ներողություն եմ խնդրում, ավելին ասեմ, պլյուս դրան Ադրբեջանը պահանջելու է, եթե 5 հատ արցախցի վերադառնա Ստեփանակերտ, 5 հատ էլ ադրբեջանցի պետք է վերադառնա օրինակ Ամասիա։ Հիմա գները փոխվել են։ Հիմա չի կարելի, ասում եմ, 2019-2017-ի 97 թվականի ստատուս քվոյով եւ ուժերի հավասարակշռությամբ խոսել բանի հետ, քո հակառակորդի հետ։ Անցել է այդ ժամանակը։ Հիմա կարող է 50 տարի հետո էլի բան փոխվի, մեր վիճակը լավանա, բայց մենք պետքա այսօրվա համար լուծումներ մենք փնտրենք։ Եվ ոչ թե հղում կատարենք 97 կամ 2007-ին կամ 2017-ին, հետո մեր ժողովրդին մի հատ էլ նորից տանենք աղետի, հասկանում եք։ Սա է շատ ամենամեծ վտանգը։ Դրա համար, օրինակ, ես որպես մեկ մարդ, մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով ունի մեկ քվե, ով իր ընտանիքի անդամին անգամ չի ստիպում գնա սրան ընտրի։ Ես անկեղծորեն եմ ասում։ Ես իմ ընտանիքի անդամներին մենք 4 հոգի ընտրող ենք, ոչ մեկին չեմ ասելու գնաում ընտրի։ Սա միակ բանն է, որ ես ձայն չունեմ։ Ես ունեմ մեկ ձայն։ Ես ընդամենը ունեմ մեկ ձայն։ Մարդիկ պետք է գնան իրենց ընտրությունը կատարեն, ըստ իրենց խղճի, ըստ իրենց մտքի։ Լավ, այդ 300,000 թիվը շարունակում ենք այդ վախերի, ուրեմն սերիան։ Եվ հոգեբանական ներազդեցությունը հասարակության վրա 300,000 թիվը մի կողմից աշխատատեղ են խոստանում 300,000 մյուս կողմից ադրբեջանցով են վախեցնում 300,000 դե իհարկե Ալիևն է վախեցնողը առաջին այստեղ էլ այսպես դա արձագանքը գտնում է 300,000 թվի մասին եկեք խոսենք ոնց ուզում եք այս հարցին մոտեցեք նայեք Երբ որ 300,000 աշխատատեղն ու 300,000, չգիտեմ, այդ թվերը, այո, մայցի,
հումորով նույնիսկ ուզում էի գրեի, որ դե լավ է 300 աշխատատեղ կբացվի 300,000 ադրբեջանցիներ, amma սա իհարկե համարենք, որ անհաջող դա էլ է հումոր։ ենթադրվում, որ բոլորի մոտ այդ ասոցիացիա Ահա, կլինի այո։ եւ այդ ասոցիացիան եւս դա հոգեբանական ներգործություն Գուցե, բայց սա համարեմ շատ անհաջող հումոր եւ կներեք այս անհաջող հումորի համար։ Հիմա դրա տակ արդյոք կա փաստական հենք, թե դա պարզ կեղծիք է ու մանիպուլյացիա։ Նայեք, դրա տակ իմ կարծիքով ես չունեմ տեղեկատվություն, որ կալոր սեղանի շուրջ Փաշինյանն ու Ալիևը այս հարցը քննարկեն։ Ես չունեմ տեղեկատվություն, պարզ ասում եմ ձեզ։ Եվ քանի դեռ չունեմ տեղեկատվություն, ես իրավունք չունեմ որպես լրագրող, որպես պատասխանատու մարդ, որը ունի որոշակի հետևորդների շրջանակ, նման, ինչ ասեմ, նման սադրիչ բաներ ասեմ։ Բայց ես դա ասելով մյուս կողմից ուզում եմ ասել հետևյալը։ Լավ, իսկ Ալիևը ինչու է անդադար այս 300,000 թիվը կրկնում, ճիշտ է, վերջին շրջանում եւ վերջին անգամ դա կրկնել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Այսինքն այս 5-6 ամիսը այդ մասին էլ չի վախեցնում մեզ։ Դրա տակ ինչ կա։ Ես կարծում եմ, որ այս խոսակցությունները հենց այնպես չեն ծնվել։ Այս խոսակցությունները ծնվել են այն ժամանակ, երբ որ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի քաղաքահասարակությունը, Արցախահայությունը, տարբեր քաղաքական գործիչներ հայտարարություններ են անում եւ միջազգայինորեն փորձում են հիմնավորել, որ արցախցիները ունեն վերադարձի իրավունք։ Եվ սրան հակառակ Ադրբեջանը մեջտեղ է բերում, ասում է, եթե դուք ունեք իրավունք վերադառնալ Արցախ, մանավանդ որ ձեր երկրի վարչապետն էլ արդեն իսկ ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, ապա ես էլ իրավունք ունեմ վերադարձնել այն ադրբեջանցիներին Հայաստան, որտեղից նրանք հեռացել են։ Հիմա այստեղ ես չեմ ուզում մենք քննարկենք ինչքանով են սրանք իրավազոր, բացարձակ իրավազոր չէ։ Ես այստեղ պետք է գոնե փակագծերում նշեմ, որ միջազգային, այո, դուք շատ ճիշտ եք ասում, միջազգային իրավունքի տեսանկյունից բոլորը կարող են իրավունք ունեն վերադառնալ։ Ոչ, արցախցիները իրավունք ունեն, դա հաստատված է Հաագայի որոշմամբ է հաստատված։ Ադրբեջանը այդ իրավական հաստատումն է փորձում հիմա ստանալ միջազգային ատյանների դռները ծեծելով։ Նա դեռ չունի այդ թուղթը, որ զուգահեռ կարողանա։ Շատ ճիշտ եք ասում, եւ ես չեմ ուզում այստեղ հավասարության նշան դնել, որովհետեւ Հայաստանում չի եղել ադրբեջանական ինքնավարություն, ինչպես եղել է հայկական ինքնավարություն։ Նա այդ հարցն է փորձում միջազգային ատյաններում։ Այո, եւ նա անում է ինչու ասում է, եթե դուք շարունակեք արցախցիների վերադարձ թեման, ես էլ սա կանեմ։ Եվ ես կարծում եմ, այս ամեն ինչի արդյունքում է, որ ձևավորվել է 300,000 ադրբեջանցիների եւ ինչպես նշեցի, իշխանություններն են սեփական ժողովրդին ահաբեկում այդ բանով, պատերազմով, եթե մեզ չընտրեք պատերազմ անլինելու, մի կողմից ասում են խաղաղություն ենք բերել, իսկ կողմից էլ ասում են այդ խաղաղությունը, բայց մյուս կողմից էլ հաջորդ նախադասությամբ հերքում են, որ դա եղել է։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունն էլ շատ մեծ սխալ է անում եւ լավ չի անում, մեղմ ասած, որ 300,000 ադրբեջանցիների թեման այդպես տակ պահում է։ Եվ գիտեք, ընդհանրապես այս ընտրաշավը, գիտեք ինձ ինչ է հիշեցնում, չկան գաղափարների պայքար, այն ինչից սկսեցի ես։ Այո, եւ կա ուղակի վախերով մեր այս ցավեր այս բաց վերքի վրա աղցանելով բոլոր կողմերից փորձել մարդկանց մոբիլիզացնել իրենց շուրջ։ Ընդ որում մանիպուլյացիաների գործադրմամբ։ Շարունակենք վախերի եւ իրականություն թե մանիպուլյացիա։ Ռուսաստանը, բոլորս արդեն բազմիցս խոսել ենք այդ մասին, բայց այժմ ես բարձրացնեմ։ Ռուսաստանը ասում է իրավիճակը նման է Ուկրաինային։ Պուտինից սկսած, հիմա չգիտես Վոլոդին, չգիտես ով բոլոր տեղերից հիմա իրենք Հայաստանի հետ հարաբերությունները համեմատում են այն բանի հետ, թե ինչ է եղել 10 տարի առաջ Ուկրաինային։ Այստեղ պետք է հարցնեմ, ինչ նկատի ունի Ռուսաստանը։ Չէ՞ որ հատուկ օպերացիան սկսեց Ուկրաինայում եւ հրճակեց այդ հատուկ օպերացիայի նպատակը, որ ռուս բնակչությունը Լուգանսկում, չգիտես Դոնեցկում ոտնահարվել էր, վատ էին վերաբերվել, վատ են ռուսել։ Ինչ չկա Հայաստանում։
այո, ուզում եմ հասկանամ այդ զուգահեռը, որ անց են կացնում, ինչն է նման։ Նրանք չէին ասել Ուկրաինան գնում էր դեպի Եվրոպա, դրա համար մենք սպեցօպերացիա սկսեցինք, ճիշտ է։ Նրանք Ռուսաստանի իրենց ռուս բնակչության խնդիրն էին դրել որպես առաջին, բանա միլիտարիզացիայի դեմ, ապա նացիֆիկացիայի դեմ, դենացիֆիկացիա, մի խոսքով ստեղ ունենք մենք այդ դեմիլիտարիզացիայի խնդիր, այսինքն ինչն է նման ըստ Ռուսաստանի, որտեղ է իրականությունը, որտեղ է մանիպուլյացիան եւ ինչ կարող է գործադրել Ռուսաստանը Հայաստանի դեմ, այնպես ինչպես նա գործադրեց Ուկրաինայի դեմ։ Ես կարծում եմ իրավիճակները բացարձակապես նմանություն չունեն, բացարձակապես, որովհետեւ նմանությունը միայն նա է, ես չգիտեմ Ռուսաստանի իշխանությունները ինչ են նկատի ունեցել, բայց եթե ինչ որ նմանություն գտնենք, նմանությունը այն է, որ ուրեմն Ուկրաինան ուզում էր գնալ դեպի Եվրոպական միություն։ ՆԱՏՕ, այո։ Ոչ Եվրոպական միություն։ ՆԱՏՕ, այո։ Եվրոպական միության հետ Ռուսաստանը բազմիցս նշել է, նա խնդիր չունի։ Նա ասել է ՆԱՏՕ ես դեմ եմ, որ գնա։ Հիմա տեսեք, հիմա այս պայմաններում ես կարծում եմ շատ ավելի լարված են Եվրամիություն Մոսկվա հարաբերությունները, քան ՆԱՏՕ Մոսկվա հարաբերությունները։ Նկատել եք, չէ՞։ Այո, Միացյալ Նահանգներ ավելի շուտ իհարկե, Միացյալ Նահանգների Ռուսաստան կեցվածքով պայմանավորված։ Եւ այստեղ, եթե ինչ-որ նմանություն կա, բայց ընդհանրապես այդ օրինակը շատ անհաջող օրինակ է, եթե իհարկե Ռուսաստանի իշխանությունները չեն ուզում մեզ վախեցնեն։ Մեզ վախեցնելու բայց քանի որ Հայաստանում այսօր ներողություն վախեցնել նախընտրական էլի նորից այս ընթացքում, ճիշտ է։ Ճիշտ է։ Եթե այո, ապա ինչու։ Դե գիտեք ինչ կա, ինձ թվում է մենք միշտ մտածում ենք, որ գերտերությունները հատկապես ինչ անում են ճիշտ են անում։ Ես կարծում եմ, որ այսօր այս պայմաններում, երբ որ Հայաստանում նկատի ունեմ ոչ թե քաղաքական էլիտային, այլ զուտ ժողովրդի շրջանում կա խորը հիասթափություն, ես չեմ ուզում ատելություն բառն օգտագործեմ, որովհետև ամեն դեպքում մենք եւ ռուսները իրար դժվար ենք էլի ատում։ Շատ համատեղ շահերի ոչ համընկնում, կարելի է այդպես ձևակերպել, բայց չէ, հայ ժողովրդի, հայաստանցիների մոտ կա խորը հիասթափություն, վիրավորանք, որ դուք մեզ չօգնեցիք։ Եվ այդ պայմաններում, երբ որ Ռուսաստանը մի հատ էլի Ուկրաինայի այս սարսափելի օրինակն է վերում, ես կարծում եմ, այն մարդիկ, ովքեր գնալու էին ռուսամետ ընդդիմությանը ձայն տալ, կարող է գնան եւ Փաշինյանին ձայն տան։ Ես չեմ կարծում, որ սա օգնում է ընդդիմությանը։ Պրոփաշինյանական ակցիաներ են անում։ Նայեք, չեմ էլ ասում, որ անում եմ, որ Փաշինյանին գնա, բայց երբեմն իմ տպավորությամբ ճիշտ չեն իրավիճակը գնահատում։ Հիմա ես չեմ ուզում նաև այդ գերտերություններին ինչ ասեմ, հա, երրորդ դասարանի աշակերտի տեղ դնել, խելք սովորացնել, բայց այն ինչ որ իրանք անում են, բերում է դրան։ Ես չեմ ուզում ասեմ, որ մտածված թե ոչ, բերում է դրան։ Տամա թե ակամա։ Այո, բերում է դրան, բայց կարծում եմ, որ Ռուսաստանը ինչ որ քայլեր անելու է, եթե անելու է ընտրություններից հետո։ Եթե ինչ որ քայլեր անելու է։ Յետընտրական շրջանում։ Այո, յետընտրական շրջանում նրանք հավանաբար կսպասեն ընտրությունների արդյունքներին, որից հետո մենք կտեսնենք, թե ռուսները ինչ ձևով են մեզ հետ վարվելու, փափուկ ուժ են կիրառելու, Աստված մի արածցե, այլ ուժ են կիրառելու, որովհետև գիտեք ինչ կա, ինչքան էլ մենք քննադատենք Ռուսաստանին, Ռուսաստանը Հայաստանի համար շատ վտանգավոր եւ ճակատագրական ուժ է։ Եվ այդպիսի մի հատ ուժ էլ մենք ունենք մեր արևմուտքում, դա Թուրքիան է։ Ճիշտ է, հիմա արևելքում էլ է շատ վտանգավոր Ադրբեջանը, բայց տվյալ պայմաններում պետք է Ռուսաստանի հետ փորձել այն, որտեվ Ռուսաստանին մենք չենք կարող հարվածներ հասցնել, իսկ Ռուսաստանի մեզ հասցված հարվածները շատ ցավալի են լինելու Հայաստանի եւ մեր պետականության համար։ Եվ այստեղ ես կարծում եմ մենք շատ լուրջ պետք է շատ քայլեր, հայտարարություններ, քայլեր անելուց առաջ շատ լուրջ հաշվարկներ պետք է անենք։ Շատ լուրջ։ Ասում է ապահարզան։ Ռուսաստանը ասում է գնացեք, շուտ որոշեք։ Դե Ռուսաստանը ինչ է ասում։ Ռուսաստանը, եթե դա բան անենք, բացենք, դա ինքը ասում է, որ եթե դուք գնալու եք Եվրամիություն, ասեք մեզ,
մենք բան անենք էլի, այո, ապա հարցը թե դիվանագիտական չի ձևակերպումը։ Զարմանալի է, չէ՞ որ Պուտինը Հա, այո, ես էլ եմ շատ զարմանում։ Հենց Պուտինից է զարմանալի։ Պուտինից է դա գալիս, ասում է դե դուք դուրս եկեք ԵԱՏՄ-ից ըստ էության, որտեղ Հայաստանից ԵԱՏՄ դուրս գալը, դուք բոլորս կարող ենք գնալ ստատիստիկան վիճակագրությունը կարդալ եւ տեսնել թե ինչ է դա նշանակում։ Ինչ է նշանակում։ Դա նշանակում է Հայաստանի տնտեսությանը ամենաուժգին հարված։ Իհարկե, ես կասկած չունեմ, որ ինչ որ արևմուտքը ինչ որ գործիքներ ունի, որ մեզ հաստատ կօգնի։ Կասկած չունեմ, բայց արդյոք մենք կկարողանանք դիմանալ առաջին այդ շոկին։ Դրա համար միշտ ես մտածել եմ, հիմա էլ եմ մտածում, որ մենք մեր տնային աշխատանքը ճիշտ չենք կատարում։ Մենք ամբողջությամբ մեր շուկան կապել ենք ռուսական ԵԱՏՄ շուկայի հետ եւ դա է, որ Ռուսաստանը որպես գործիք օգտագործում է մեր դեմ։ Դուք պատկերացնում եք ինչ է լինելու, եթե ասենք վիզային ռեժիմ մտցրեց, օրինակ, առաջին, երկրորդ Ծիրանի մեջ, օղիների մեջ, ջերմուկի մեջ, գինիների մեջ գտավ ինչ-որ վտանգավոր նյութեր եւ չթողեց։ Դա առաջկա մի քանի տարվա համար դա լրջագույն տնտեսական հարված է լինելու Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանը կախված չէ։ Ռուսաստանը չունի այդ վտանգավորության պահը։ Ռուսաստանն էլ ունի, ինքը վերջնականապես ունի Հայաստանը, կապվածություն Դե ինքը հավանաբար այդ դեպքում վերջնականապես կկորցնի Հայաստանը, բայց այստեղ կրկնում եմ, մենք պետք է սպասենք ընտրությունների արդյունքներին։ Եվ մի հատ ուրիշ շատ կարևոր բան կա։ Ով է ասել, որ այս հայտարարությունը Պուտինը չի արել հենց միայն Փաշինյանին, որպեսզի մենք էլ լսենք, որպեսզի ընտրություններից հետո Փաշինյանը կրկին մտածի։ Մենք Եվրամիություն գնում ենք, թե չենք գնում, որովհետև ես չգիտեմ մի հատ լրջագույն փաստաթուղթ, որտեղ նշված լինի, որ հստակ Հայաստանի ապագան Եվրամիության մեջ է։ Իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ այդ ճանապարհը մի 10-15 տարի տևելու է, որտեղ Եվրամիություն մտնելը մենք կարող ենք միշտ ռուսներին մեղքը բարթել ռուսներին կամ ուրիշ երրորդ երկրների, բայց մենք պետք է հասկանանք մենք այդ չափանիշներին համապատասխանում ենք, թե չէ։ Այսինքն այդ ճանապարհը շատ երկար է։ Ես կարծում եմ սա ավելի շատ ուղղված էր Փաշինյանին, որ մի անգամ էլ նորից մտածի եւ գուցե Սերժ Սարգսյանի օրինակն է հիշեցնում, որ կարող է դու էլ մի գիշերում որոշես, որ ամեն դեպքում չէ էլի սխալ է, պետք է բան անել, ԵԱՏՄ-ում մնալ։ Ես նաև դա չեմ բացառում։ Բայց բոլոր դիմումները, եթե նկատել եք, ուշադրություն եկեք դարձնենք, ուղղված են ոչ Փաշինյանին բառերով, այլ հայ ժողովրդին։ Դե հայ ժողովուրդը դրում է Փաշինյանին, չսխալվի, հայ ժողովուրդը, այսինքն նախընտրականի տրամաբանության մեջ է, հայ ժողովուրդը պետք է Որտեղ Փաշինյանն ով է, Փաշինյանը ով է, Փաշինյանը այսօր ուզենք թե չուզենք, հայ ժողովրդի քվեն ստացողն է, քվեն ստացած, հիմա չգիտեմ կստանա թե չէ, բայց այդ մարդը ես կոնկրետ իրեն չեմ ընտրել, բայց ես ընդունում եմ, որ ինքը ընտրվել է արդար ձևով, այսինքն ինքը ամենալեգիտիմ բանն է, իշխանության ներկայացուցիչն է։ Բարի։ Մեկը սա վաղ չէր, պարզապես այդ խոսքի մեջ ապրիլի 1-ին էր կարծեմ այդ հանդիպման ժամանակ, ես ուզում եի, քանի որ սկսեցինք իրականը եւ մանիպուլյացիան քննարկել այդ բանի մեջ, տեսանկյունից, Պուտինի այդ խոսքը, որ ՕԴԿԲ-ից հապկի հետ ինչ որ խնդիրներ կան, այդ կոնտեքստում, չգիտես ինչու ոչ թե ջերմուկի թեման, ոչ թե 21-22 թվականների թեման բարձրացվեց, այլ ասվեց Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը, դե դու 22 թվին ասեցիր, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ, ինչու Պուտինը հրաշալի իմանալով, որ հապկին դիմել ենք ոչ Արցախի հարցով, հապկի հետ հարցեր ունենք ոչ Արցախի պատերազմի ժամանակ գործած կամ չգործած գործողությունների համար, այլ հենց Հայաստանի տարածքի հետ կապված։ Ինչու Պուտինը խճճեց այս անգամ եւս։ Դա պարզ մանիպուլյացիա էր,
Եվս մանիպուլյացիա Դա մանիպուլյացիա էր եւ փաստացի եթե որևէ մեկը կարողանում է ինտերնետ մտնել, կարող է գնալ եւ տեսնել, որ Փաշինյանի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Պրահայի հայտարարությունը տեղի ունեցել հոկտեմբերի 6-ին, իսկ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածքներ եւ մինչեւ այսօր օկուպացրել են 250 քառակուսի կիլոմետր տարածք սեպտեմբերին եւ 21 թվականին, այսինքն դա այնքան հեշտ ստուգելու է։ Այո, բայց նա չի ենթադրում, որ պետք է ստուգեն, նա ենթադրում է, որ խոսքը ասվեց եւ հիմա եկեք տեսնենք դրա նպատակը, այդ մանիպուլյացիայի նպատակը։ Ինչ է կարծում։ Դժվարանում եմ այդ մանիպուլյացիայի նպատակը ասել, թե ինչը հավանաբար իր վրայից եւ ՕԴԿԲ-ի հապկի վրայից պատասխանատվությունը գցելու հերթական անհաջող փորձն է։ Խոսքով գոնե։ Հա, որ ես ներսից գիտեմ, որ այդ բանի ժամանակ, երբ որ Ադրբեջանը հարձակվեց, Հայաստանը ուզեցել է դիմել ՕԴԿԲ-ին, հապկին, բայց հապկից ասել են, որ խնդրում ենք մի դիմեք, որովհետև ձեր դիմումին ընթացք չենք տալու։ Եվ հիշում եք այն ժամանակ ռուսները նաև ասում էին, դե գիտեք, մի քիչ ոնց որ հասահմանի տեղը լավ չգիտենք եւ այլն եւ այլն, եւ եթե հիշում եք այդ ժամանակ նաև ադրբեջանցիները շատ իրենց բոլոր լրատվամիջոցներում նաև օգտագործում էին условная граница Республики Армения։ Ռուսաստանն էլ սկսեց օգտագործել։ Հա, այսինքն, հենց դա եմ ասում։ Այսինքն իրանք ասում էին, բայց ով ասել որ մենք մտել ենք, բայց չէ որ սահմանազատում է լինելու։ Այս սահմանազատում որ լինի, կտեսնենք այդ մտած տարածքը ձերն է թե մերն է։ Սա էլ գիտեք ինչ կա, սա էլ մի վտանգավոր բանի մեջ ենք մենք, երբ որ մենք չգիտենք այդ տարածքներից Ադրբեջանը դուրս է գալու թե չէ, որովհետև Ադրբեջանը մի քարտեզ չի ներկայացնում։ Ադրբեջանը ամեն մի կտորի համար որտեղ ներխուժել է, մի հատ քարտեզ է ներկայացնում։ Իրեն շահեկան, իրեն շահեկան քարտեզ, բայց նաև մենք գիտենք, որ խորհրդային շրջանում հատկապես 22-ից 36 թվականներին, երբ որ անդրֆեդերացիա կար, երբ որ 3 անդրկովկասյան հանրապետությունները մի մարմին էին, այն ժամանակ բավականին տարածքային փոխանակումներ են եղել։ Մենք տվել ենք Ադրբեջանի մի հատ հողակտոր այստեղ, իրանք մի այլ տեղ մեզ տվել են։ Հիմա Ադրբեջանը վերցրել է եւ ամեքի համար իր ուզած տարբերակով է ներկայացնում։ Ես հիմա չգիտեմ այդ դելիմիտացիա, դեմարկացիայի սահմանազատում, սահմանագծման ընթացքում մենք կարողանանք այդ տարածքները հետ վերադարձնել, թե ոչ, հուսանք։ Հաջորդ մեր մեծ խնդիրն է լինելու անկլավների հետ միասին։ Անկլավների հետ միասին։ Այդ խմորը, ինչպես ասում են, շատ ջուր կտա։ Դե դրա համար եմ ասում, որ դեռևս խաղաղությունից մենք բավականին հեռու ենք վերջնական, բայց մյուս կողմից ես ուզում եմ շեշտել, որ այս խաղաղությունը որ կա, չէ, մենք պետք է փայփայենք, պահենք։ Պարզ ձեզ ասում եմ։ Ես մոռացա նախորդեն, որ ասում էի ամեն մի քվե ունենք, չէ, եւ շատ եմ կարեւորում, որ հիմա մտքից թելը կտրվեց ինչի մասին ենք նոր խոսում։ Մենք խոսում էինք անկլավների մասին, դելիմիտացիայի մասին, ես ասացի, որ դեռ մեծ խնդրեմ է մեզ սպասում այդ հարցում։ Եվ Ադրբեջանը կարող է իր սահմանները տարբեր ձևով ցույց տալ, տարբեր քարտեզներ օգտագործելով։ Փայփայելու մասին էի խոսում, որովհետև խաղաղությունը պետք է, այո, այս խաղաղությունը պետք է փայփայի, ահա հիմա միտքս վերականգնվեց, միտքս եկավ ինչ էր ուզում ասել։ Եվ այդ իմաստով ես շատ կուզենայի, որպես ընդդիմության ընտրող այս ընտրություններում, հա, ինչպես նախորդ ընտրություններում, ես շատ կուզեի, որպեսզի մեր 18 մյուս ընդդիմադիր կուսակցությունները, որտեղ եթե իշխանական չի, ընդդիմադիր է համարում, հա, այսպես է, թեև այնտեղ շատ նաև փաշինյանական ուժեր կան, որպեսզի հստակ հայտարարեն, որ բանակցությունները շարունակելու են այն կետից, որ թողում է Փաշինյանը։ Ենթադրենք Փաշինյանը չի ընտրվում, հա։ Ես շատ կուզեմ այն ուժը, որը գալու է իշխանության, այդ կետից շարունակի։ Որովհետև եթե այդ կետից մենք չշարունակենք, մենք նոր աղետ կարող ենք բերել մեր ժողովրդին։ Թող ժողովրդին չխոստանան, որ եթե մենք լինենք, մենք հրաշքներ ենք գործելու։ Հրաշքներ գործելու ժամանակը անցել է։ Կրկնում եմ, կարող է 20 տարի հետո, 30 տարի հետո բան փոխվի, բայց այսօրվա այս պայմաններում, այս փխրուն խաղաղություն վրա մենք պետք է դողանք, եւ այս հարցում ես չեմ վարկաբեկում այս խաղաղությունը, որ հաստատվել է, այս փխրուն խաղաղությունը չեմ վարկաբեկելու, որտեվ որտեվ սա չարյաց փոքրագույնն է, որտեվ սրանից վատը կարա լինի։ Եվ նաև չեմ թիրախավորում թրիփը, որովհետև էլի համարում եմ, որ ամենավատ տարբերակների մեջ թրիփը գոնե ինչ որ
մի բան է, որ մենք փաստացի տարածք չտվեցինք Ադրբեջանին եւ Թուրքիային։ Հա, մենք ինչ որտեղ այդ տարածքի ուրեմն օպերացիան պատվիրակեցինք Միացյալ Նահանգներին, բայց մենք տարածք չտվեցինք, որտեղ այլընտրանքը կարող է լինել, որ Ադրբեջանը ներխուժեր, զավթեր, հետո հաղթական ռուսները գային, ադրբեջանցիներին քշեին այդտեղից ու ասեին, «Էսա մենք կանգնում ենք այստեղ»։ Դրա համար կրկնում եմ, նաև թրիփին ես չեմ քննադատում։ Չեմ համարում ինչ-որ մեծագույն դիվանագիտական հաջողություն, ինչպես մեր դիվանագետներն են ասում, բայց ստեղծված հողի վրա պայմաններում ես դա մեր ուժերին ներածին չափով համարում եմ այս պահի համար ընդունելի տարբերակ։ Ես շնորհակալ եմ Գովազդենք հայտարարում եթերում, բայց դրանից առաջ ես ընթերցեմ մի կտոր ձեր գրվածքներից եւ այդ մասին եմ ուզելու շարունակենք Գովազդից հետո զրուցել։ Դուք ասում եք 35 տարվա ընթացքում հայկական դիվանագիտությունը չկարողացավ համոզվել, որ Թուրքիա-Հայաստան սահման բացողը Բաքուն է։ Իմ հարցը լինելու է 30 տարվա ընթացքում հայկական դիվանագիտությունը էլ ինչ չկարողացավ անել, համոզել եւ համոզվել։ Ինչու՞մ։ Գովազդը եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաև թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղ անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Թաթուլ Հակոբյանի հետ լրագրող Անի կենտրոնի հիմնադիր։ Եվ այսպես, պարոն Հակոբյան, ձեր գրառումն է 35 տարվա ընթացքում հայկական դիվանագիտությունը չկարողացավ համոզվել, որ Թուրքիա-Հայաստան սահման բացողը Բաքուն է։ Այս մասին կխոսենք եւ էլ ինչ 35 տարվա ընթացքում մեր դիվանագիտությունը չկարողացավ հասկանալ, համոզվել, ինչում համոզվել եւ ինչը համոզել աշխարհին, այն ինչը Չեմ ուզում օրինակ բերել Ադրբեջանին, բայց հաջողվեց Ադրբեջանին։ Մենք չկարողացանք համոզվել ներսում եւ համոզել աշխարհին, որ Արցախը պետք է լինի անկախ պետություն։ Դա չկարողացանք եւ դա իմ կարծիքով գրեթե անլուծելի խնդիր էր, եթե չասեմ իրոք անլուծելի խնդիր էր։ Մենք հավատացինք, որ այս հարցում մենք ունենք դաշնակից, բայց փորձը ցույց տվեց, կյանքը ցույց տվեց, որ մենք չունենք դաշնակից։ Հիմա իհարկե մեկը կարող է գալ ասել, որ եթե Փաշինյանը չլիներ, մենք հաջողության կհասնեինք։ Բայց եթե այդ ասողը նաև պետք է ասել, թե ինչպես անենք, որ Փաշինյան չունենանք, ուզում եմ ասել, որ այդ հարցում մենք չունեցանք դաշնակից, այսինքն Արցախի միջազգային ճանաչման հարցում մենք չունեցանք դաշնակից եւ այդտեղ կարեւորագույն սխալ թույլ տվեցինք։ Մենք կարող էինք հիմա իհարկե հետահայաց ավելի հեշտ է այս մասին խոսել, բայց ես խոսում եմ, որովհետեւ ես ինքս եղել եմ փոխզիջումների կողմնակից, ես ոչ մի թիզական չեմ եղել, դրա համար մի քիչ, այսպես ասեմ, ինձ թույլ եմ տալիս էլի խոսելու, որովհետեւ այսօր Փաշինյանի պարտադրված խաղաղությունը գովազդողներից, ինֆլուենսներից, լոբբիստներից հենց ավելի շատ նրանք են, ովքեր ոչ մի թիզական էին։ Մենք այս հարցում սխալ թույլ տվեցինք եւ կարող էինք Ադրբեջանի հետ ամեն դեպքում լեզու գտնել եւ խաղաղության համար գին վճարել եւ լեզու գտնել, որպեսզի 2-3 սերունդ չտանենք մահվան դուռը եւ չունենանք մեծացող երաբլուր եւ երաբլուրներ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում։ Մենք չհասկացանք, որ մենք չկարողացանք միմյանցից տարբերել դիվանագիտությունն ու հայրենասիրությունն ու հայդատը։ Մենք դա չկարողացանք տարբերակել։ Մենք մի պարզագույն կանոնը չսովորեցինք դիվանագիտության, այն է դիվանագիտությունը ոչ թե ցանկությունների, այլ հնարավորությունների արվեստ է։ Մենք չհասկացանք, որ չի կարելի ուրեմն բոլոր ձվերը դնել մեկ զամբյուղի մեջ։ Մենք չհասկացանք, որ չի կարելի անդադար երրորդ ուժին վրա հույս դնել եւ մտածել, որ երրորդ ուժը կգա քեզ կփրկի։ Բազմաթիվ են եղել այդ սխալները, բայց կրկնում եմ, հիմա այդ մասին հեշտ է խոսելը, որովհետեւ ունենք պատկերը։ Այ հիմա եթե դուք ինձ հրավիրած լինեիք սեպտեմբերի 26-ին 2020-ի ու ես այս մասին խոսեի, դուք կպատկերացնեիք, թե ինչքան հայհոյանքներ կլինեին մեր հասցեին, բայց հիմա մենք իջել ենք երկնքից գետնի վրա ենք եւ հիմա աղետը արհավիրքը տեղի անցնելուց հետո ավելի իրատես ենք դարձել, բազմաթիվ են եղել սխալները, ցավոք։ Բարի, ընդունվեց պատասխանը, հաջորդ հարցը, այսօր ինչ պետք է մենք, ինչում պետք է համոզվենք եւ ինչ պետք է համոզենք աշխարհին։ Էլի շատ տարբեր ձևերով Իսկ ասեք, եթե սեպտեմբերի 26-ին հարցնեիք, սեպտեմբերի 26-ին հաջորդեց 27-ը, ինչ անենք, որ աղետ չլինի եւ մենք ավելի շուտ ինչ որ բանը հասկանանք եւ աշխարհին հասկացնենք։ Առաջին հասկանանք, որ մենք այս պահին
հնարավորություն չունենք ավելի մեծ Հայաստան ունենալու, ինչու եմ դրանից սկսում, որովհետև տասնամյակներ սերունդներ են կրթվել դրանով, որ ավելի մեծ Հայաստան, այս Հայաստանը մեզ փոքր է եւ այլն։ Հիմա ամենակարևորը նա է, որ մենք հասկանանք, որ այս է Հայաստանը։ Այս Հայաստան, այս պահին մեր հնարավորությունը սա է։ Մի քանի անգամ ասել եմ եւ այստեղ էլ կարող եմ կրկնել։ Եթե մեր սերնդին հաջողվի 30,000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը անկախ ինքնիշխան պահպանել, ես այսօրվա իրավիճակում դա կհամարեմ զարմանահրաշ նվաճում։ Իմ մասին հիմա ինչ ուզում են թող ասեն։ Ես այդպես եմ մտածում։ Եվ տեսնում եմ, որ մենք դրանից ավել այսօր ներուժ չունենք։ Մենք ներուժ չունենք դրանից ավել։ Էլ ինչ պետք է անենք մենք։ Մենք պետք է ավելի շատ մեր տնային աշխատանքները կատարենք։ Գիտեք, Հայաստանի պատմության ընթացքում, որպես նաև հետազոտող ուսումնասիրող, ես տեսել եմ, ես նկատել եմ, որ մենք մեր ձախողումների մեջ անպայման ինչ-որ ուրիշներին ենք փնտրում։ Այնինչ ձախողումները առաջին հերթին մեզանից են եղել։ Եվ ես ուզում եմ այսօր էլ մեր տնային աշխատանքները մենք ճիշտ կատարենք։ Օրինակը տամ, մենք ունենք լրջագույն խնդիր ժողովրդագրության հետ կապված, դեմոգրաֆիայի հետ կապված։ Մենք ծերացող ժողովուրդ ենք։ Այ ինչ ենք անում այդ ուղղությամբ։ Լավ, անդադար մենք տարածք ենք ուզում, հող ենք ուզում, ուզել ենք, մեծ Հայաստան ենք ուզել, բայց այս փոքր Հայաստանում մենք շատ բան չենք արել, որ հավասարաչափ այս փոքր Հայաստանը զարգանա։ Մենք ունենք Երևան Արարատյան դաշտ, բոլորը ուզում են գալ այստեղ, ես իրան չեմ մեղադրում։ Հավանաբար այստեղ աշխատանքը, պետությունն էլ հենց դրա համար է, որպեսզի դա ճիշտ բաշխի։ Իսկ ունենք սահմաններ, սահմանային գյուղեր, դատարկված, որտեղ հեսա սկսել են արդեն դպրոցները փակել, որտեղ աշակերտ չի լինում։ Գիտեք, այնքան բաներ կա անելու, որոնք Հայաստանի ներսում են։ Քիչ առաջ ես ասացի, որ ամեն ինչ միջի մեջ չպետք է էլի ռուսներին մեղադրել։ Նույն ձևով ավելին ասեմ, չպետք է թուրքին մեղադրել, ադրբեջանցուն մեղադրել, որտեղ դա ամենահեշտ բանն է, պատասխանատվությունից խուսափում ես։ Ասում ես, դե ես մեղավոր չեմ, թուրքն է մեղավոր, ադրբեջանցին է մեղավոր, չգիտեմ, իրանցին է մեղավոր, վրացին է մեղավոր։ Լիքը բաներ կա անելու, եւ այսօր մենք պետք է մեր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնենք իհարկե, բայց կրկնում եմ Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք չափազանց զգուշավոր պետք է լինենք, որովհետև Ռուսաստանը մեծ պետություն է, Ռուսաստանը հարևան պետություն է եւ նաեւ նրա տված դասերը շատ ցավալիորեն ուսանելի են։ Ինքը հիմա ես չեմ ասում, որ Ուկրաինայում ինքը հաղթել է, նման բան չեմ ասում, բայց ինքնին այդ ուկրաինական այդ ցավին մենք օրինակ չենք կարող դիմանալ։ Ուկրաինան դիմանում է եւ դրա համար եմ ասում, շատ զգուշ պետք է լինենք եւ երբ որ ասում են ինչպես է հնարավոր օրինակ ռուսների ու հայերի միջև ասենք օրինակ պատերազմ, չէ՞, բայց 20 թվականին եղել է այդ պատերազմը։ 20 թվականին բոլշևիկյան բանակը ներխուժել է Հայաստան եւ թուրքերի հետ միասին այս երկրի կեսը զավթել են, մյուս կեսն էլ խորհրդայնացվել է։ Այդ պատմությունը մենք ունենք։ Ես համարում եմ, որ ռուսների հետ աշխատելու դաշտ կա, տեղ կա, պետք է աշխատել, սրա հետ մեկտեղ նաև մենք պետք է, այո, դիվերսիֆիկացնենք մենք մեր հատկապես արտաքին տնտեսական հարաբերությունները, մենք պետք է կարողանանք ինչ-որ չափանիշների համապատասխանենք եւ հույսերս չդնենք միայն ռուսական եւ ԵԱՏՄ շուկայի վրա։ Ես գիտեմ, որ դա չափազանց դժվար է։ Մենք ինչու չենք, ասենք, մեր կոնյակը վաճառում, ինչու ենք հիմնականում մեր կոնյակը վաճառում Ռուսաստանում, որտեղ այնտեղ հեշտ է վաճառել, որտեղ ուրիշ տեղեր դժվար է վաճառել։ Մենք ինչու մենք մեր գյուղատնտեսական հենքով մեր արտադրանքը մշակված հիմնականում էլ Ռուսաստանում ենք վաճառում, որտեղ ԵԱՏՄ չափանիշներին է համապատասխանում եւ ԵՄ չափանիշներին չի համապատասխանում։ Այստեղ պետք է մենք աշխատանքներ կատարենք, որպեսզի կամաց մենք նաեւ փորձենք Եվրամիության շուկա դուրս գալ։ Այդ առավոտից իրիկու խոսում են Եվրամիությանը անդամակցենք, դրանից մեր բերանները չի քաղցրանալու։ Մենք պետք է գործ անենք, որպեսզի հասնենք դրան։ Շատ աշխատանք կա կատարելու։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ այս հնարավորության համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Թաթուլ Հակոբյանն էր մեր զրուցակիցը։ Նա բազում տարիների լրագրող է, հոդվածագիր, վերլուծող եւ անի հրաշալի կենտրոն է, անի կենտրոնը ես միշտ կարդում եմ ձեր հոդվածները, ձեր կենտրոնի
ներկայացուցիչների հոդվածները, անի կենտրոնի հիմնադիր։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։